Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին Խեցգեդին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեցգեդիների անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խեցգեդիներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս որոշակի բարդություն, որոշակի տարաձայնություն։ Գիտեք ինչ, հնարավոր է այն խեցգեդիները, ովքեր որ ամուսնացած չեն, դեռ նոր ինչ-որ սիրային հարաբերությունների մեջ են, բայց ցույց է տալիս, որ հնարավոր է ինչ-որ հիասթափություն լինի ձեր այդ հարաբերությունից։ Իսկ այն խեցգեդիներն, ովքեր որ ամուսնացած են, ձեր տան մեջ հնարավոր է անձնական խնդիրներ լինի, բարդություններ լինի։ Խորհուրդ եմ տալիս 2025 թվականի հունիս ամիսը սիրելի խեցգեդիներ, եղեք խելացի, մի գնացեք ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակների, որպեսզի մեծ բարդությունների առաջ չկանգնեք, որպեսզի չլինի բաժանություն։ Իսկ եթե խելացի լինեք, իմաստուն լինեք, հնարավոր է, որ այդ պրոբլեմը, այդ բարդույթը դուք կարողանաք հաղթահարել դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեցգեդիների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խեցգեդիներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս որոշակի վախեր։ Ինչ-որ մտածմունքներ ունեք, ինչ-որ գործողություն կատարել, ինչ-որ աշխատանքի գնալ, դուք վախենում եք։ Գիտեք ինչ, հնարավոր է եւ աշխատանքի առաջարկություն է լինում, դուք վախենում եք այդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնել։ Նաեւ ցույց է տալիս հնարավոր է, որ դուք աշխատում եք, ձեր կյանքի մեջ հնարավոր է աշխատանքի մեջ պաշտոնի բարձրացում լինի, պատասխանատվության բարձրացում լինի, դուք վախենում եք այդ պատասխանատվության տակ մտնեք։ Գիտեք ինչ, սիրելի խեցգեդիներ, եթե վախենաք, առաջ չեք գնա, որպեսզի ֆինանսական աճ լինի, հաջողություն լինի, դուք պետք է շարժվեք, դուք պետք է առաջ գնաք։ Հունիս ամիսը ձեզ համար լինելու է տարօրինակ ժամանակահատված։ Խորհուրդ եմ տալիս մի փակվեք, մի հիասթափվեք, մի վախեցեք, առաջարկություններ եթե կլինեն, այդ առաջարկությունները ընդունեք, որովհետև հետագայում առաջ գնալու ժամանակահատված կլինի, զարգանալու ժամանակահատված կլինի։ Նաև հնարավոր է կան խեցգեդիներ, ովքեր որ պետական դռների, ֆինանսական իրավական դռների հետ կապված ինչ-որ խնդիրների, պրոբլեմների առաջ կկանգնեն, որը ինչ-որ ձևով կխոչընդոտի ձեր ֆինանսական առաջխաղացումը, բայց դա շատ ժամանակավոր կլինի, սիրելի խեցգեդիներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր խեցգեդիների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խեցգեդիներ, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, եթե նույնիսկ առողջական խնդիրներ դուք ոդի վրա եք անցկացնելու։ Նաև ցույց է տալիս, որ հնարավոր է վատ ախտորոշում, ոչ ճիշտ ախտորոշում։ Հնարավոր է, եթե դուք այդ ախտորոշմանը լսեք ու գումարները քամուն տակ, դա սխալ կլինի, դուք ձեր գումարները կկորցնեք։ Եթե նույնիսկ լինի ախտորոշում, խորհուրդ եմ տալիս, միայն մի կախվեք այդ բուժ հիմնարկությունից, ձեր անալիզները, ձեր թղթերը ուղարկեք նաև ուրիշ բուժ հիմնարկություն, որպեսզի ձեր ախտորոշումը ավելի ստույգ լինի, ավելի ճիշտ լինի, որպեսզի անտեղի ֆինանսների կորուստ չունենաք, ձեր ոչ ճիշտ հիվանդությունը բուժելու վրա այդ գումարը անտեղի չծախսեք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խեցգեդիներ, 2025 թվականի հունիս ամիսը։ Գիտեք ինչ, սիրելի խեցգեդիներ, ցույց է տալիս, որ տարօրինակ վախերով լցված ժամանակահատված է։ Եթե դուք ռիսկի չգնաք, եթե դուք վախենաք, ոչ մի երազանք էլ չի կատարվի։ Իսկ եթե դուք վախերը հաղթահարեք, դռները թակեք,
ձեր դեմ բոլոր ճանապարհներն ու հնարավորությունները կբացվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում